Շնորհակալություն, տիկնայք և պարոնայք, վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները, քննչական համակարգը ինչ փոփոխության ասես չի ենթարկվել։ Գլխավոր դատախազությունը և ընդհանրապես դատախազությունը զրկվել է նախաքննություն իրականացնելու հնարավորությունից, ոստիկանության քննչական բաժինները դուրս են բերվել ոստիկանության բաժինների ուղիղ ենթակայությունից, ստեղծվել է հատուկ քննչական ծառայությունը պետական եկամուտների կոմիտեի և պաշտպանության նախարարության քննչական վարչությունները։ Բայց արդյոք այս կառուցվածքային փոփոխությունները որակական փոփոխություն են բերել Հայաստանի Հանրապետությունում անցկացվող նախաքննությանը։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի փաստ մատնանշել, օրինակ, որ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մեհերյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ։ Օրինակ, որ մարտի 1-ի 10 սպանությունները մինչև օրս բացահայտված չեն։ Օրինակ, որ Ավետիք Բուդաղյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ, չնայած ամենաշարքային участковին երբ որ նայեր եւ լսեր դեպքերի տեսաձայնագրությունը, ընդամենը մի քանի օրում կարող էր բացահայտել, թե ով է սպանել Ավետիք Բուդաղյանին։ Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած հարձակումները մինչև օրս բացահայտված չեն։ Իսկ երբ կարդում ես ազատամարտիկ ակտիվիստ Վալոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության մասին հրապարակումները, զարմանում ես, որ 21-րդ դարում աշխարհում դեռևս կա մի երկիր, որտեղ նախաքննությունը տեղի է ունենում ցինիզմի այդպիսի աննկարագրելի աստիճանով։ Եվ ուրեմն հարց է ծագում, բայց նախկին կառուցվածքային փոփոխությունները ինչի որակական փոփոխություններ չեն բերել մեր նախաքննությանը։ Պատասխանը պարզ է, որովհետև այդ փոփոխությունները որպես կանոն ունեցել են ձև եւ չեն ունեցել բովանդակություն, իսկ եթե ունեցել են բովանդակություն, այդ բովանդակությունը եղել է ոչ թե իրավական, այլ ներիշխանական ինտրիգային, կոնյունկտուրային եւ ինչ որտեղ նաեւ անձնավորված։ Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, բայց հերթական անգամ այդպիսի մի օրենքի նախագիծ ենք այսօր մենք քննարկում։ Ճիշտ է, այս օրենքի նախագիծը վերնագրված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին, բայց Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող պրոցեսներից շատ թե քիչ տեղյակ որևէ մեկը կհասկանա, որ սա իրականում օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին։ Եվ այսօր Ազգային ժողովը ոչ թե օրենսդիր իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է աշխատանքի Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակը։ Այդ պատմությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում։ Ինչի չառաջադրեց։ Չառաջադրեց ոչ թե այն բանի պատճառով, որ Աղվան Հովսեփյանը արձանի էր պաշտոնանկարվելու գլխավոր դատախազի պաշտոնից որպես կոռումպացված, որպես քաղաքական հետապնդումներ իրականացնող, որպես սպանությունների բացահայտմանը խոչընդոտող անձնավորություն։ Այդ Սերժ Սարգսյանն նրան պաշտոնանկարեց լրիվ ուրիշ կոնյունկտուրային պատճառներով։ Աղվան Հովսեփյանը 15 տարի Հայաստանում գլխավոր դատախազ էր աշխատել եւ իշխանության ներսում ուներ բավականին լուրջ ազդեցության լծակներ։ Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկանելով ընդամենը ուզեց բյուրոկրատական իշխանական թիմին ցույց տալ, որ ինքը առաջվա նման լիարժեք տիրապետում է իշխանական լծակներին։ Հիմա հարց կծագի, բա ինչի է հիմի տեղավորում։ Պատասխանը պարզ է, նա չի ուզում, որ Աղվան Հովսեփյանը իր ստվերային եւ այլ կապերով համալրի Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհողների բանակը, սրանից բխող հետևանքներով։ Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը նմանատիպ մի կոմբինացիա էլ Հովիկ Աբրահամյանի հետ իրականացրեց։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ նրան պաշտոնանկանելով, խորհրդարանական ընտրություններից հետո նրան բերելով նույն պաշտոնի։ Աղվան Հովսեփյանի դեպքում էլ նման կոմբինացիա էր պայմանավորված եւ այդպես համարժեքությունը կպահպանվեր ըստ էության, եթե տեղի ունենար այն ինչ տեղի ունենում նախատեսված էր սկզբանե, այսինքն բոլոր քննչական մարմինները տեղավորվեին այս հատուկ քննչական կոմիտե կոչվածի մեջ։ Բայց պայմանավորվածությունը չպահվեց, ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը մտածեց, որ այդքան շատ լծակներ կենտրոնացնել Աղվան Հովսեփյանի ձեռքում քաղաքական այս խառնակ ժամանակներում այդքան էլ
նպատակահարմար չէ, բայց քանի որ այս օրենքի նախագիծը Աղվան Հովսեփյանի ղեկավարած խումբն է ստեղծել, Աղվան Հովսեփյանն էլ այդ առիթից օգտվելով որոշեց իր համար որոշակի այսպես սփոփիչ մրցանակներ սահմանել։ Աղվան Հովսեփյանը այնքան համեստ է գտնվել, որ ինքը իր համար այս օրենքի նախագծով կանխորոշել է գեներալ լեյտենանտի կոչում։ Արդարադատության պետական խորհրդականի կոչումը ստամենայնի նրան սկսել է ինչ-որ պատճառներով չբավարարել։ Բայց Սերժ Սարգսյանը մի քանի կոնյուկտուրային հարցեր է լուծում այս օրենքի նախագծով։ Մասնավորապես որոշակիորեն նվազեցնում է ոստիկանության պետի եւ պաշտպանության նախարարի ազդեցությունը, նրանց գերատեսչություններից բավական ազդեցիկ կտորներ պոկելով, ըստ ամենայնի նրանցից մեկի մոտ որոշակի քաղաքական ամբիցիաների նախանշաններ է նկատում, իսկ մյուսին էլ տեսնում է, որ ուրիշներն են փորձում քաղաքական առաջնորդի դերակատարում վերապահել։ Մյուս կողմից իր համար ցանկալի ինչ-որ քայլեր է անում, մասնավորապես ուժեղացնում է վարչապետին, իր նշանակած վարչապետին, որը ի հեճուկս բոլոր ջանքերը այդպես էլ չի կարողանում ուժեղանալ, բայց մի հատ էլ լծակ տալիս, հատուկ քննչական ծառայության պետին նշանակելու, թեկնածու առաջադրելու լիազորությունը փաթեթով գլխավոր դատախազից վերցվում է, տրվում է վարչապետին, քննչական կոմիտեի նախագահի թեկնածուին էլ նշանակում է առաջադրում է էլի վարչապետը։ Այնպես որ Աղվան Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ հավատարմության երթում երկու տեղ պիտի տա, մի հատ կառավարությունում, մի հատ էլ Բաղրամյան 26-ում։ Տիկնայք եւ պարոնայք, ես կարծում եմ անակնկալ չի լինի, եթե ես ասեմ, որ ես դեմ եմ քվեարկելու այս օրենքի նախագծին։ Բայց ես ուզում եմ հատուկ ընդգծել այն մոտիվացիաները, որով ես ուզում եմ դեմ քվեարկել այս օրենքի նախագծին, որովհետեւ եթե մենք բոլորս դեմ քվեարկենք, Աղվան Հովսեփյանը աշխատանք չի ունենա եւ կմնա գործազուրկ եւ կդառնա բավականին երիտասարդ թոշակառու։ Եվ երբ որ դառնա բավականին երիտասարդ թոշակառու, համոզված եղեք մի քանի ամսից նա կնկատի, թե ինչպիսի հրեշավոր եւ կոռումպացված համակարգ է Հայաստանի դատախազության համակարգը, թե ինչպիսի հրեշավոր մեթոդներով են Հայաստանում վարում նախաքննությունը։ Եվ երբ որ այս ամենը նկատի, նա միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել հանուն իշխանափոխության։ Եվ երբ որ Աղվան Հովսեփյանը այս ամենից հետո համաների իշխանափոխության համար պայքարողների շարքերը, գուցե թե նրա ներուժը այն պակասող դետալն է, որ Հայաստանում իշխանափոխություն անելու համար պայքարողներին չի բավարարում այդ բաղձալի իշխանափոխությունը անելու համար։ Եվ ես այս նկատառումներով դեմ եմ քվեարկում, որպեսզի Աղվան Հովսեփյանը ի վերջո միանա հանուն ազատության, արդարության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, սահմանադրական իրականության, հանուն պայծառ ապագայի մղվող պայքարին։ Ի վերջո, ումից է պակաս Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանը։ Շնորհակալություն ուշադրության համար։